Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Խաչի քո Քրիստոս երկիր պագանենք։ Գերաշնոր Սրբազան հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է գյուտ խաչի տոնը, խաչի գտնվելու տոնը։ Մինչ բուն խոսքիս անցնելը ես կուզեմ իմ որդիական խոնարհումը եւ հավատարմությունը այս խորանից հայտնել մեր ազգի վեհապար հայրապետին, ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր սիրելի Սրբազան հորը։ Ինչու այսօր, որովհետև այսօր 9 տարի առաջ ես եւ իմ սիրելի եղբայր Տեր Մաշտոցը եւ եւս այլ եղբայրներ թվով 9 հոգի ձեռնադրվեցինք եւ օծվեցինք քահանա եւ կոչվեցինք սպասավորության Սուրբ խորանին, Սուրբ սեղանին եւ կոչվեցինք ծառայության մեր ազգին, մեր ժողովրդին։ Եվ այսօր մեզ համար ուխտի վերահաստատման օր է եւ մենք մեր ուխտը վերահաստատում ենք Մայրաթորի հանդեպ եւ մեր Սուրբ եկեղեցու հանդեպ եւ մեզ համար այսօրը դառնում է մանավանդ մեր այսօրվա իրականության լույսի ներքո եւս մեկ առիթ կանգնելու մեր Սուրբ եկեղեցու կողքին, մեր առաջնորդների կողքին եւ մեր փոքրիկ նպաստը բերելու այն ծանր եւ պատասխանատու գործին, որին կոչված են մեր հայրապետը եւ մեր առաջնորդ հայրերը։ Թող Տերը անսասան պահի Մայրաթորը եւ ծաղկյալ պահի մեր հայրապետի եւ մեր առաջնորդների գավազանը։ Գյուտ խաչի տոնը, սիրելիներ, կապված է պատմական որոշակի իրադարձությունների հետ։ Գիտեք հավանաբար, որ երբ որ Տեր Հիսուս խաչվեց, իսկ խաչի մահը ծանր մահ էր, խաչի մահը համարվում էր դաժանագույն մահ, որին արժանացողները նաև համարվում էին անիծվածներ։ Այնպիսի չարչարանքներ էին խաչելությունը մատուցում, որ մարդկային մտքից վեր է։ Խաչվածները երբեմն լինում էր, որ օրերով մնում էին խաչի վրա եւ անմիջապես չէին մահանում եւ տանջվում էին, երկնքի թռչուններն էին գալիս կծարում, աչքերն էին հանում նույնիսկ։ Եվ խաչելության արժանացած մարդու խաչափայտը ընկալվում էր որպես պիղծ մի առարկա եւ որևէ մեկը ուղղադավան այսպես հրյաներից չէր համարձակվում մոտենալ այդ խաչին եւ երբ որ մարդկանց խաչում էին, խաչելության գործիքները սովորաբար հեթանոսներին էր տրվում, որպեսզի մոտակա միտեղ դեն նետեն։ Եվ այդ ճանապարհով նաև անցավ Տեր Հիսուսի խաչափայտը եւ երկու ավազակների խաչափայտերը, որոնք որ Գողգոթայի խաչելության այդ վայրի մոտակայքում միտեղ
նետվեցին։ Քրիստոնյաները առաջին դարում, երբ որ արդեն Տեր Հիսուսի հարության լույսի ներքո հասկացան խաչի խորհուրդը, դարձան եւ խաչելության այդ վայրում իրենց աղոթքը եւ իրենց երկրպագությունն էին բարձրացնում առ Աստված։ Անցան տարիներ, Երուսաղեմը կործանվեց 70 թվականին եւ ամբողջ քաղաքը ամայացվեց, մինչև անգամ պատմիչներն ասում են, որ հռոմեական կայսրը պատվիրեց, որպեսզի գութանով հերկեն ամբողջ տարածքը, որպեսզի հետք չմնա։ Եվ այս պայմաններում խաչափայտը կորսվեց։ Սակայն հիշողությունը պահպանվել էր մոտավորապես որտեղ պետք է լինի խաչափայտը, եւ հետագայում, երբ որ հռոմեական կայսրության մեջ քրիստոնեությունը դարձավ Միլանի էդիկտով ընդունելի կրոն, իսկ հետո արդեն Կոնստանտինոս մեծ կայսր օրոք դարձավ միակ պաշտոնական կրոն, այս ընթացքում կայսերական ընտանիքում կային արդեն քրիստոնյաներ եւ Կոնստանտինոս կայսեր մայրը Հեղինեն մեծ փափագ ուներ այցելելու Երուսաղեմ, Տիրոջ տնօրինական վայրերը այցելել եւ նպատակ կար, որպեսզի վկայարաններ կառուցվեն այն կարևոր հանգրվաններում, որով որ անցել էր Քրիստոս։ Եվ այդպես էլ անում են կայսերական շքախմբով եւ մեծ գանձերով Հեղինե կայսրուհին գալիս է Երուսաղեմ եւ սկսում են փնտրել Տիրոջ խաչափայտը։ Ասում են, որ մի հրյա ընտանիք հիշողությունը պահպանել էր, թե որտեղ է գտնվում այդ խաչափայտը, գտնում են այդ մարդուն, որի անունը Հուդա էր, եւ ցանկանում են իմանալ վայրը, որտեղ է խաչափայտը։ Սկզբնական մերժումներից հետո ի վերջո այս հրյան համաձայնում է ցույց տալ մոտավոր այն վայրը, որտեղ որ պետք է լինի Տիրոջ խաչափայտը, եւ սկսում են աշխատանքները։ Փորում են եւ ի վերջո հայտնաբերում են 3 խաչափայտ։ Հեղինե կայսրուհին, որ քրիստոնյա էր եւ գիտեր, որ Տեր Հիսուսը իր կյանքի օրոք բազում զորավոր գործեր էր կատարել եւ մանավանդ տպավորվել էր այն, որ Նային քաղաքի այն երիտասարդը, որ մահացել էր եւ մայրը, որ թափորն էր ուղեկցում լացելով, արժանացավ Տիրոջ ողորմությանը եւ Տերը հարություն տվեց այդ երիտասարդին, այս միտքը իր մեջ ունենալով եւ նաեւ ականատես լինելով արդեն իրենց շուրջը տեղի ունեցող թաղման մի թափորի, որտեղ որ եւս մի երիտասարդ էր ուղեկցվում թաղման թափորով, կայսրուհին պահանջում է, որպեսզի Տիրոջ խաչափայտը հայտնաբերվի այդպիսի մի նշանով եւ բերում են ննջած երիտասարդին, մոտեցնում են խաչափայտերից յուրաքանչյուրին եւ երբ որ Տիրոջ խաչափայտին են մոտեցնում, երիտասարդը հարություն է առնում։ Այս պատմությունը գուցեև աշխարհին, երբ որ պատմես, թվա հեքիաթ, բայց Պողոս առաքյալը դրա համար է ասում, որ խաչի քարոզությունը հիմարություն է աշխարհի համար։
բայց մեր փրկվածներիս համար Աստծո զորություն։ Եվ այս պատմության մասին վկայել են շատերը եւ արձանագրված է, եւ մենք հավատում ենք, որ այդպես էլ եղել է, որովհետեւ այն ինչ որ մարդու համար անկարելի է, կարելի է Աստծո համար։ Այն ինչ որ մարդկային մտքից վեր է, Աստծո համար իրականություն է։ Եվ Աստվածորդին իր խաչի զորությամբ նշանով ցույց է տալիս, թե որն է իր խաչափայտը եւ այդպես գտնվում է խաչափայտը Տիրոջ։ Եվ դրա համար էլ այս տոնը կոչում ենք Գյուտ խաչի։ Սիրելիներ, Տեր Հիսուսի խաչի գյուտը ոչ միայն պատմական իրողություն է մեր կյանքում, այլ նաև մեզ համար պիտի դառնա այսօրվա մեր փնտրտուքի առարկա։ Ինչպես որ Հեղինե կայսրուհին եւ այն բարեպաշտ մարդիկ, որ ուղեկցում էին իրեն, փնտրում էին Տիրոջ խաչը, այնպես էլ մենք այսօր պետք է մեր սրտի այդ թաքնված անկյուններում փնտրենք Տիրոջ խաչը, որովհետև Տիրոջ խաչի ընդունումը մեր մկրտությամբ, մեր ծնունդով, մեր կնունքով, շատերիս մոտ գուցե եւ աշխարհի հոգսերի, աշխարհի տարբեր փորձությունների մեջ այդպես ծածկված լինի հողե շերտով կամ աղբի շերտով, որովհետև աշխարհը մեզ հրամցնում է տարբեր տեսակի աղբեր, որոնք որ գալիս են, նստում են մեր սրտին եւ այնտեղ տարիների այդ աղբակույտը, որ մեր սրտում, մեր մտքում է լինում, գալիս է եւ երբեմն փակում է այն պատվական գանձը, որ մեր մկրտությամբ մենք ստացել ենք Տիրոջ խաչի նշանը մեր վրա, որին որ կոչվել էինք հետևել, ինչպես որ Տեր Հիսուս էր ասում, ով որ կամենում է ինձ հետևել, թող իր խաչը վերցնի եւ գա իմ ետևից։ Ուրանա իր անձը, այսինքն մի կողմ դնի իր աշխարհային հակվածությունները, մի կողմ դնի իր մեղքի ցանկությունները եւ գա իմ ետևից։ Եվ ուրեմն շատերս այս կյանքի դժվարությունների տակ կքելով կորցնում ենք այդ հիշողությունը, թե որտեղ էր խաչը մեր կյանքում, ինչ դեր ուներ խաչը մեր կյանքում։ Խաչը, սիրելիներ, ինքնին կյանքն է, որովհետև ամեն տեղ խաչ է։ Խաչն է, որ միացնում է աստվածայինը եւ մարդկայինը։ Խաչն է, որ միավորում է տիեզերքը։ Խաչն է, որ դրված էր Եդեմի պարտեզում իբրև կենաց ծառ, ինչպես որ հայրերն են ասում։ Եվ այդ խաչի, այդ կենաց ծառի պտուղը ինքը Քրիստոսն է, Որդի Աստված։ Եվ ուրեմն մենք, սիրելիներ, կոչված ենք այսօր պեղելու մեր սիրտը, պեղելու մեր հոգին, որպեսզի այն մոտավոր հիշողությունը, որ մենք ունենք, թե ինչին էինք կոչված, երբ որ մենք դարձի եկանք իբրև ազգ եւ նաեւ իբրև անհատ, փորձենք վերագտնել եւ ի լույս բերել, լույս աշխարհ բերել այն պատվական գանձը, որ կար մեր սրտում։ Տեր Հիսուսի խաչը, սիրելիներ, կյանք պարգևող զորություն ունի, ինչպես որ տեսանք այն պատմությունից, որը փոխանցվել է մեզ ավանդությամբ,
որ մեռած մարմինը մոտեցավ խաչին եւ հարություն առավ։ Տերը իր խաչից անբաժան է եւ նաեւ այսօր, երբ որ մենք մոտենում ենք Քրիստոսին, երբ որ մենք մոտենում ենք խաչին, մենք կյանքի զորություն ենք ստանում։ Մեր մեռած հոգիներն ու մեռած մարմինը պատկերավոր Աստված, որ կքված է աշխարհի մեղքի տակ, երբ որ մոտեցնենք, երբ որ փարվենք Քրիստոսին, երբ որ փարվենք Քրիստոսի խաչափայտին, պիտի հարություն առնի։ Եվ այսօրվա տոնը այդ վերազարթոնքի խաչի ճանապարհով հարության փառքի մեջ մտնելու խորհուրդն է մեզ փոխանցում։ Եվ մենք էլ խնդրում ենք Տիրոջը, որպեսզի մեզ իրապես արժանի դարձնի իր չարչարանքներին չարչարակից լինելը, եւ այդ չարչարակից լինելը դառնա մեզ համար իբրև սրբացման ճանապարհ, իբրև մաքրագործման մի ուղի, եւ ոչ թե հուսահատության ճանապարհ եւ կործանման ճանապարհ։ Որպեսզի մենք կարողանանք ուժ գտնել մեր մեջ եւ այդ վստահությունը ունենալ, ասելու այն աղոթքը, որը որ հնչում է խաչի տոներին մեր ժամագրքերից, ասելով խաչ քո Տեր Հիսուս, թող լինի մեզ ապավեն, երբ որ կգաս ամպերի վրայով։ Այն ժամ ասում է մենք թող բերկրանք եւ ուրախանանք մեծավ ցնծությամբ, որպես որդիներ լույսի եւ որդիներ ցերեկվա։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։